Սկսել եւ այս ամենի միտումը միայն իշխանափոխությունն է։ Ես ընդհանրապես գտնում եմ, որ քաղաքական պայքար պետք է լինի, միշտ պետք է լինի, բայց ես չեմ ցանկանում, որ մեր քաղաքական դաշտը գնա երևույթների հետևից, հա, ասենք այսօր էս 4 գյուղը, վաղը 4 հատ անկլավ, հետո մյուս օրը սահմանադրություն, մյուս օրը գերբը փոխենք, մյուս օրը միջազգային դատարանից հանենք, մյուս օրը ճանապարհի հարցը լուծենք, ես դա համար ասում, ռազմավարական մենք որոշում պետք է կայացնենք Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքական դաշտը, որ ուղղությամբ են գնում, այսինքն Թուրքիա, Կովկաս, Կենտրոնական Ասիա, Արևմուտքն ուզում, այդ ճանապարհները լոգիստիկ, տնտեսապես եւ այլն, Ռուսաստանի տակից անի այդ ամբողջը եւ Իրանի ազդեցությունը թույլատրի։ Սա մեկ խնդիր, երկրորդ խնդիրը պետք է մենք ձևավորենք Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, որ ճանապարհն ենք ընտրում։ Դրա համար ես առաջարկել եմ քաղաքական որոշում կայացնել եւ գնալ նոր ընտրությունների, падգամավորները ցած դնել իրաց մանդատները ընդդիմադիր եւ իրանց ցուցակներից դիմումով դուրս գան նախապես ովքեր պիտի լրացնեն մեկ եւ դուրս գան եւ գնան նոր ընտրությունների դրանով իսկ հասարակությանը ներկայացնեն տեսլականները ով ինչտեղ որտեղ ասում եք արևմուտք ասում եմ ի՞նչ է դա նշանակում կարակ ձևակերպեք այդ արևմուտք ասողները նշանակում է Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Կենտրոնական Ասիա, այս տարածաշրջան ամբողջովին ինտեգրվել տնտեսական, քաղաքական, ռազմական, լոգիստիկ, այո, այդ է նշանակում Հայաստանը ու Վրաստանը կլինեն այդ ամբողջի մեջ իրենց դերը խաղան ինչ-որ ձևի, հա? Հիմա մենք ո՞րն ենք ընտրել, ո՞ր ճանապարհն ենք ընտրում, առաջինը թե երկրորդը, մենք չգիտենք։ Մենք հատվածային այս գյուղը, այս բանը, ես դրան չեմ մասնակցում, չեմ ուզում մասնակից լինեմ, շատ պարզ ձևակերպում եմ միտքս եւ որևէ մեկին չեմ խանգարում։ Ներողություն, պարոն Բաբայան, բայց Բագրատ Սրբազանը նշում է, որ այս ամենը այդ 4 գյուղի հարցը չէ միայն եւ ընդհանրապես դա գյուղի մակարդակի իջեցնել հավասարեցնելու հարց չէ եւ այս գործողություններով կանգնեցնում են հետագայում նշված այն ինչպես դուք եք ասում, հա 4 անկլավը, 4 գյուղերը, հետագայում նաեւ Մեղրիի միջանցքի վերաբերյալ դրա համար Բագրատ ասաց երեք տվել է ինչ-որ մշակել հայտարարություն անենք, մշակենք, հայտարարենք, կհասկանանք, սա մեկ։ Մեղրի անկլավը դա Հայաստանի քաղաքական դաշտի ձևավորված բառակապակցություն է։ Գոյություն չունի Մեղրի անկլավ։ Կա Մեղրիով հեշտացված կարգով տրանզիտ ճանապարհ, տրանզիտ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով, որին դեմ է մեր հարևան Պարսկաստանը, մենք խոսում ենք սուվերեն պետությունից, բայց մեր հարևանը մեր տարածքի վրա մատնանշում է, որ իր համար կարմիր գիծ է։ Ոնց է դա լինում։ Մենք սուվերեն ենք, բայց մեր տարածքը ուրիշի համար կարմիր գիծ է։ Լինում է տենց բան։ Ոնց որ չի բռնում։ Այսինքն իմ ասածը նա է, որ ժողովուրդ մենք պետք է հասկանանք, եթե մենք գնում ենք առաջի մասով, ասենք Թուրքիա, Կովկաս, Յուժնի եւ Կենտրոնական Ասիա այս արևմուտք եք ընդունում, պետք է մենք մտածենք ոնց ենք ճանապարհի հարցը տրանզիտ լուծումը տալիս, Կալինինգրադի տարբերակով, մի այլ տարբերակով եւ գնում այդ խնդիրների լուծման։ Դեմարկացիայի խնդիրներ պետք է լուծվի կոնկրետ 25-26 թվականին քարտեզներով, որով Հայաստանի Հանրապետությունը մտել է սովետ միության տարածք, հա? Ես ինչով եկել եմ ձեր տուն, դրանով էլ դուրս եմ գալիս ձեր տնից։ Դա անում է 30,948 քառակուսի կիլոմետր։ Բաքուն քեզանից չենք հարցնում համաձայնես թե չէ։ Դա համար ասում եմ, քաղաքական որոշումը կայացնենք, որ դաշտում ենք խաղում, որտեղ ենք մեզ տեսնում, որտեղ է մեր ապագան, որտեղ է մեր հասարակությունը, դրա համար ցած դրեք մանդատները, հասարակությանը ներկայացրեք ձեր ծրագրերը, հասարակությունը որոշի, որը կընտրի, այնտեղով էլ կգնաք։ Դուք չեք կարող մի հատ ընտրություն անեք, որտեղ դուք դրա մասին չեք խոսել, որտեղ դուք չեք ասել ինչ է մեզ սպասում, այսօր անց է սկացում, ասում եք ինչ է եղել, մենք սա ենք անում, ասում չեղավ։
Դու հասարակության ներկա դեմոկրատ երկրում որևէ անգամ նման խնդիր չեն լուծում։ Հասարակությանը ներկայացած կարող է քեզ մերժի ընդունի մյուս թևի առաջարկը։ Սրա մասին է խոսքը։ Խնդրեմ։ Եթե այս պահին падգամավորները իրենց մանդատները վայր դնեն, այդուհանդերձ ազգային ժողովը կարողանալու է շարունակել իր աշխատանքը 70% ներգրավվածություն ունենալով միայն քաղաքացիական պայմանագրից։ Դա ոչ լիգիտիվ է դառնում, որտեղ համանadrությունով գրված է, որ ընդդիմությունը պետք է 30% ունենա։ Եթե չունի ընդդիմությունը ամբողջովին դուրս է գալիս, դրա բոլոր որոշումները դառնալու է ոչ լիգիտիվ։ Պարտադրված է լինելու քաղաքական որոշում կայացնել։ Պարոն Բաբյան, թեև նշեցիք, որ կլինի հստակ պահանջ, հա, քաղաքական, բայց մեկ հստակ պահանջ ձևավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Դրան միանում եք։ Երեք եմ ասել, 7 ամիս առաջ ես ձեզ ինչ ասել եմ, ինձ մի ասեք։ Ես ասել եմ, որ այո, վարչապետը պետք է հեռանա, կա հրաժարական, գնանք նոր ընտրությունների։ Դրա մասին ես ձեզ ասել եմ նոյեմբեր-դեկտեմբեր, բայց այն ժամանակ ձեզ պետք չէր լսել։ Ձեզ պետք էր ձեր ուզած քաղաքական դաշտը ասել։ Իսկ դուք ում եք հավանական համարում ընտրությունների պարագայում վարչապետի որպես թեկնածու, դուք ձեր մեջ ունեք։ Ընդհանրապես տեսնում եք, էլի հարց սխալ եք գնում։ Մենք պարլամենտական երկիր ենք, մենք պետք է գնանք ընտրությունների, մեծամասնություն ձևավորողը պետք է ներկայացնի իր վարչապետի թեկնածու։ Ես ում եմ տեսնում, ինչ եմ տեսնում, շատ քիչ է։ Հասարակությունն է ձևավորում։ Թեկնածուի անուն դրանով են կաշկանդված կամ դրանից ելնելով օրինակ չեն միանում։ Նայեք, ձեզ հիշեցնեմ մեր ընդհանրապես մեր պետության ճանապարհը։ Երբ որ Սերժ Սարգսյանն էր նախագահ, հետո եկավ վարչապետ, ասենք իրան փոխարինող չկա, անփոխարինելի է։ Հիմա էլ Նիկոլն է սարքել անփոխարինելի։ Այս փողոցից ում բռնեց վարչապետը։ Ում ուզվեց բռնի տալ, իրանից ված չի անել։ Փաշինյանը ինքն էր հայտարարել, կամ ես կլինեմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Նույնց եմ կրկնում, դա Նիկոլ Փաշինյանը ինչ է հայտարարել, թողենք Նիկոլ, ձևավորենք Նիկոլ Փաշինյանը վստահ, որ ինքը նույնց կընտրվի, չէ։ Դրի ընտրության մի հատ էլ գնամ, որովհետև քաղաքական նույնց եմ ասում, լանդշաֆտն է փոխվել, ուղղություններ է փոխվել, ներկայացնեն այն ինչ որ ուզում են, նորից ընտրվեն, էլի իրանից կման ուրիշ չի լինի։ Պարոն Բաբյան, իսկ ընտրությունների պարագայում եւ իշխանափոխության պարագայում դուք հնարավոր համարում եք նաեւ Արցախ վերադարձի հարցը, դա ինչպես է կարգավորվելու, որտեղ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել եւ հստակ նշել, որ հավակնություններ չունեն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ չեն էլ պատրաստվում պատերազմել։ Նույնց եմ կրկնում, Հայաստանի Հանրապետությունը եւ որ կողմնորոշվի ժողովուրդը ինչ վեկտոր է վերցնում, դեպի ինչ ուղղություն է գնալու, հա, դրանով էլ որոշելու է ձեր կողմից նշած հարց։